Որտեղ է գերեզմանը։ Այսինքն ստեղ ինչ են Ընտանեկան գերեզմանն է։ ինչպես Սա մեր ընտանեկան գերեզմանն է։ Հայրս է, մայրս է, Գևորգը հայրն է, Վիկտորիան ձեր մայրը, չէ։ մայրը, Հա։ քույրս է, հորողբորս կինն է, հորողբերս է գարուշը, հորողբերս է, Ընտանեկան գերեզման։ ընտանեկան գերեզման։ Հա։ Ու մենք ընտանիքում եղել ենք 3 երեխա, 75 թվականին մահացել է փուտուր քուրս, 9 տարեկան, ես եղել եմ 13 տարեկան։ Ուրեմն մնացել են երեքով, ես, քույրս եւ եղբայրս։ Ընտանիքում եղբայրս գնացել է բանակ, եկել է, ես եմ գնացել բանակ, եկել եմ։ Ես եմ մենակ բնակվել, միջև սովետական միությունը փլուզվել է։ Ախպերս ես բանակ գնալուց մի տարի հետո գնում է Ռուսաստանի Դաշնություն։ Ես ծնողներիս հետ բնակվում եմ միջև սովետական միությունը փլուզվել է իրանց հետ։ Միայնակ ընդունել եմ հեսա գարաժը, մի մոթով էսա։ Չէ, խնդրանք, դուք կոնկրետ ասեք, ինչ եք եկել հայտնաբերել ձեր ընտանեկան գերեզմանում։ Ուրեմն 90-ականին որ փլուզվել է, հա կոնկրետ ասեմ։ Հա կոնկրետ, հա։ Մայիսի 27-ին Ստեղ վիճաբանությունը թաղված է էստե քուրս, ինքա եղբայրը Այստեղ որ հիմա հեսա։ ստեղ թաղված է եղել ձեր քույրը։ Հետո զանգարել եմ, ասենք տան կռիվ է ելել, կիսվել են, ախպերեսով քուրս են կռվել։ Ես դատական պրոցեսներով հաղթել եմ, կրել եմ, տարել եմ իրան, ասել եմ մայրս թույնա խմեմ, մահացել է, ինքն է ուզեցել դատի տա քրոջս զրկի։ Դատի օրը գալում է հորողբորստունը զանգարում ասում Շմավոն ջան, ասում Շմավոն անունն է, իրան բայց գյուղում գիտեմ Վանիկ։ 82 թվականից չգիտեմ էլ ես ախպերն եմ։ Ասում Վանիկ ջան, վաղը դատնա, գալիս եք թե չեք գալը։ Ասում մամ ջան, չեմ կարա գամ։ Գալիս է տունը խմում, թույնը մահանում է։ Ես մի քաղաքում ենք, ինքը թռնում գալիս աստե, այդ պրոցեսը գնացել է դատական քրոջս եւ եղբորս մեջը տան, բայց իրանք այդտեղ ոչ բնակվել են, ոչ եկել են, դե տունը համ եւ մենք քուրու ախպել ենք։ Զանգարում եմ իրան հողար կանոնից հետո, ընկերս է զանգարում, մենք չենք խոսում իրար հետ։ Գգամ կհանեմ։ Ասում է դե ավարիա եմ տվել ընկերոջս, դրանք զաղ փաստերով զանգերով կա։ Ասում է չեմ կարամ 2 ամսից գամ։ 3 օր հետո թռնում գալիս է, ես սփխեչի օրն է, գայի պոստի մոտից աղիքը խանութ ես մահացող քուրս է օգտագործել։ Մտել եմ, ասել եմ դե կիրակյուրը մեռելս կա, կանե ածու խախուն գա առնեմ գամ։ Ծաղիկ դնեք, խնկարկում անեք։ Հա, այդ բա մի հատ երեխա է մտնում, դե սաղ ճանաչում են, գյուղի տղա եմ։ Մի հատ երեխա մտնում, ասում է Սահակի եմ այս գերեզմանը որն է։ Արա ասում եմ, ծաղ գյուղի տղա է, արա ասեց, իմ այ Սահակն է, ասեց, այսի բանի երեխան է, իրենց գերեզմանով տեն են տղա։ Դե լավ ասի մի վտի վաղը եթամ գիշերվա 8-նա։ Ասում վաղը պետք է եթամ, հələ չգիտեմ որ ցես բաներ ա կատարվել։ Ասում վաղը պետք է դեմ կանի։ Այսինքն ինչ ա կատարվել։ Դուք ասում եք այսպես բաներ ա կատարվել, ինչ ա կատարվել։ Քուրս ախպերս տան կռիվ են արել միշտ այդ հայրական տան կռիվը։ Բա հայրական տան կռիվ ես ում հասկանամ, գերեզմանը հետ ինչ կապ ունի։ Իբրև թե անբարոյական է, ինչա մենք վերել ենք, թաղել ենք հողակառավարությանն էլ ինքը չի զբաղվել։ Եկե հանելա։ Հիմի այսինքն տակը չկա։ Չէ, հանը տարել են այնտեղ 3 օր Բայց եթե հաստատ տարել են։ Հա։ Հանը տարել թաղել է ուրիշտեղ։ Ծնողներս ասել են հորնմորս կողը չթաղես։ Ենթադրել ենք սա անբարոյականական բարոյական է։ Ինչը տավելացա, մեկ ասում են քո քույրն է, իմ քույրն է։ Ինչի մարես եկե հանը տարել։ Հիմա դուք պնդում եք, որ այստեղից Տանեմ թազա գերեզմանը, քթել եմ ես որտեղ ա։ հեսա կգնանք։ Ստեղից հանել են, հա։ Հանել են, չկա, ստե փոս էր, որ եկել եմ խումբ ծխելու, այսքան փոս կիսած։ Սա հարազատության ասում եմ ախպեր։ Ստե բերել եմ։ Ուրա դագաղը։ Ասել եք ուրա դագաղը։ Հարազատության ասին արա։ Մեկ էլ Ռուսաստանից զանգում են, բա ախպերից եկել անդա գերեզմանով եկալ է, տարել է ուրիշ տեղա թաղը, իմ տեղն էլ անդե։ Չկա, ես ստե չես ընտրույց կտամ որտեղ են թաղը։ Իսկ չեք դիմել իրավապահներին։ Դիմել եմ ոչ չեմ դիմել։ Որ ոստիկանություն եք դիմել։ Չեն գրանցել։ Չէ, միշտ գրանցել են, որ եկե ապորենի ջարդել է այդ տունը։ Չէ, գերեզմանի սրա մասին է խոսքը։ Դիակը Բանը չեն արձակել գերեզմանը։ Այս վերջյան կամ 3 օր առաջ։ որտեղ եք դիմել։ Թաղայինին եւ քննչական կոմիտեն Էշմիածին։ Էշմիածին ինչ են պատասխանել։ Զբաղվում։ Ասում եք չեն գրանցել, դե ուրեմն գրանցել են։ Պահը որ
դիակ են անում, չկա, դե մեջը չկա, կա որ գրանցել են, եկել են, աղբերը ջարդը մտել է տունը։ Հա տունը, բայց դիակի Չէ, մահացածին տեղափոխելու մասին, բայց դիմել եք դուք։ Ես տեղակել չեմ։ Ասում են բերանացի, բայց այդ մարդիկ Իրանց ասել եք։ անպայման։ Էջմիածին ոստիկանություն։ Սա գյուղը գիտեմ որ էսի արել են, ով տենամ ասում ես ի՞նչ է կատարում, այդ աղբերը գժվել է։ Ոնց կլինի մարդուն հողարկավորն իր հարազատի հետ ու Դե մի չգիտեմ։ Ինչ կլինի թողնի։ իսկ գերեզմանը հեռու է։ Չէ, երևի մի 800 մետր։ Ո՞ն Հեսա մենք իսկ դա որտեղից իմացաք, որտեղից parzեցիք։ Ձեր կանալներով ճշտել եք էլի։ Հա, գյուղի մեջ ասել են 3 օր եկել են մանը մեկը, վերջ Ռուսաստանից զանգում են հորոխորոս տղեն, ասում են Վանիկը տեղավ եկալ է, հանը տարի թաղել է, ծնողները Մահացած քույրը քանի տարեկան էր։ 62 թիվը։ 62 թվական սա որ գերեզմանները ոնց է կոչվում Մերձաբան, Չէ, փարակա։ Փարաքյարի Բանա գերեզմանով։ հա, սա Փարաքյար վարչական տարածքն է։ Այո։ Սա էլ ձեր ընտանեկան գերեզմանն է։ Գերեզմանը իմ տան մեջ է եղել է հայրս, վերջինը հորքուրս ամա։ Մխիթարյաններ էլի։ Այո։ Հա։ Սա էս որբերն էլ է։ Պապաս։ Հիմա դուք ամսի քանիսին եկաք հայտնաբերեցիք։ Սեպտեմբերի 13-ին, որ պետք է գայ խումբ ծխել, գիշերը 8-ին եկել եմ այսքան հողը պակաս վրին։ Հետո քանդեցիք, թե չէ։ Ինչ քանդեմել։ Հարցով, փորձով, հետաքրքրվելով, ընդից Ռուսաստանից զանգում եմ, ասում եմ Վանիկ եկե հանել տարի։ Իսկ Վանիկին չասեցիք ինչի համար է տարե։ Ինչ ասեմ, անհնար է 57 տան մեծ տղեն է։ Իր այդ խոսել է անհնար է։ Խնդրեմ, էսե։ Չգիտեմ իրանց մեջ ինչ Ձեր քույրը քրոջը երբ եք ուղարկավորել։ Ուղարկավորել եք այս տարի։ Հա, անցած տարի։ Անցած տարի 7 ամիս անց։ մայիսին Չի տեղավորվում ուղեղից մեջ չամշանջա։ ոնց կլինի։ Դե մի չգիտեմ։ Այդ անգամ Սա որբերի գերեզմանն է։ Ծնողս ասել է այսի որբերի։ Նախավերջինը հերս ամազե, հորքուրս ասել է իմ բանի մոտ չկա, շատ սերով են ելը։ Հերս չի թողը, մասի եղբայրները ամրին են, սաղին բերե հողակավոր է, լրիվ ամենին։ Հորքուրս ասել է կտանեք թաղեք իմ աղբերների կողը։ Սա հորքուրս է։ Վերջին ամազ է, նախավերջինը հայրս։ Գլուխը բարձրացած ես Գևորգ, ինչ է կատարվում էլի։ Սա չի տեղավորվում։ Համ Գևորգի գերեզմանում շուռ է գալի այսպես։ Մարտի 22-ն է։ Գտնվում ենք Արմավիրի մարզի Փարաքար ժողովրդին հայտնի Փարաքարի գերեզմաններում այս պահին Մխիթարյանների ընտանեկան գերեզմանում ենք, որտեղ ընտանիքի անդամներից տղամարդը, որ անցյալ տարի իր քրոջը թաղել են այստեղ ընտանեկան գերեզմանում ու օրեր անց այցելել է որպեսի հերթական խնկարկումը կատարի, մնացել է զարմացած, ապշած։ Գերեզմանը փորված է եղել եւ ըստ իր հայտնացի այնտեղ չի եղել դագաղը։ Մի քանի օր փնտրել է իր կանալներով, փորձել է ճշտել եղելությունը եւ մնացել է ապշած, ինչպես նաեւ ապշած են մնացել բազմաթիվ փարաքարցիներ։ Ու հայտնաբերել է, որ եղբայրը քրոջ դագաղը այստեղից հանել է, ընտանեկան գերեզմանից հանել է, Մխիթարյանների ընտանեկան գերեզմանից եւ տեղափոխել այլ վայր։ Ինքը հայտնաբերել է նաեւ այդ վայրը, որտեղ որ այստեղից մահացածի դագաղը տեղափոխել են։ Դեպքի մասին ըստ իր հայտարարության արդեն իրավապահներին հայտնել է, սակայն սայլը տեղից կարծես թե մինչև այժմ ոչ մի ինֆորմացիա չունի, թե Էջմիածնի ոստիկանները ինչ միջոցներ են ձեռնարկել։ Այն որ սա դատապարտելի արարք է, կարելի ասել բազմաթիվ փարաքյարցիներ էին ասում։ Դուք անցած տարի եք հուղարկավորել ձեր քրոջը 30-ին։ հա, Այս 27-ի մազելա 30-ին։ հա, եւ երբ հայտնաբերեցիք, որ Սփղեջի օրը այս տարի Այս տարի պետք է գայի ես որ բանոն էի խումբ ծխելու։
Երեկոյան է ծաղիկի խանութում մի երեխա է մտածել, որ իր հոր բանն էլ սա հարևան կողքի գերեզմանն է։ Ուրեմն ասեցի լավ, հիմա գիշերով գամ, ժամը 8-ն է, եկա տենամ երևի մի կես մետր հողը վրան պակաս է։ Ուտեղից սկսեց, միջև մանե մեկ է գտել եմ։ Երեկո։ Հետո նայեցի, տեսակ դագաղը չկա։ Հող չկար, այսքան պակաս հողը, մի 50 սանտիմ հողը վրի պակաս, նոր են էսի բերել։ Եվ երբ հայտնաբերեցիք։ Մի 3 օր 4 օրը 17-18-ին չերեզերով ճշտելով Ռուսաստանի Դաշնությունից օրողորոշցանական զանգում, որ ախպերը տեղ առել տարել է։ Ձեր ընտանեկան գերեզմանից ձեր քրոջ դագաղը տարել է։ Տարել է։ Տարել է այստեղից բավականին հեռու տեղ է, թե։ Մի 800-900 մետր, ստել տարածքը սաղին էլ հերիք էր, հիմա չեմ հասկանում, իմ օղերը չի մտնում, ինչ ուզում բացատրել ես տղեն ասի։ Իսկ երբ դիմեցիք իրավապաներին, էջմիածին ոստիկաններին, Ես դիմեցի, որ եկել է հայրական տունը ես եմ, ջարդեմ մտել է։ Այդ հայրական տունը կիսված է իմ եւ քրոջս միջև 25 տարի անցել է, համի նոր հիշել է եկել է։ Իսկ այս դեպքի մասին դուք ասեցիք, ասել եք։ Դե մի բերանացի ասել եմ, ասում եմ ախպեր, այնտեղ դիակա քանդեհան է, այնտեղ մեքենաներ կա տունը կանգնած, իմ տղու մեքենան է, իր մեքենան է, որ չգիտեմ այդ մասին։ Այսինքն շատ ներողություն, հիմա դուք պնդում եք, որ այստեղ որտեղ որ մենք հիմա կանգնած ենք, որտեղ թաղել եք ձեր քրոջը, հանը կարել են։ Միլիոն տոկոս։ Մոտ մի 7-800 մետր բերել է, չէ՞։ Տեղափոխել է։ Բա որ ստեղ բերել են, թաղել են, էսի ում գերեզմանն է։ Հիմա որտեղ է։ Այս կտորտեղն է, ես արդեն ցնորված եմ, այդ ինչ տեսել եմ։ Այս կանալի քիչ բերանն է։ Էսի կար։ Արա շարը մի րոպե։ Կոնոր։ Էդ աղ, խոսքանդողների տունն էլ է սա, իրանք են արել գործողությունը։ Բայց սուրա տեղը։ Ես մի րոպե դեռ հատած եմ, եկա բազատի դերը։ Էսա շարը է։ Բերել է ստեղ, հա։ Եո եկել է էսի, սես բանը չեր, խումբ է ծխե, էս ներոջի հարազատներին։ Հիմի էսա, բերել է ստեղ։ Ընդեղից բերել տեղափոխել է ստեղ։ Դուք վստահ եք, որ էսա։ Միլիարդ տոկոս։ Հենա քանդողների տունը, ով որ քանդել են, ով որ բերել թաղել են։ Ու հորոխորստեղուն էլ կանչել է, հարազատ հորոխորստեղուն։ Իրա տեղն էլ է, իմ տեղն էլ աստեղ։ Ես իմաստը չեմ հասկանում։ Իմ տեղն էլ աստեղ, ինքը որոշում է։ Բայց ոնց կլինի ընդեղից քանդի, բերի, տեղափոխի, այս բիտոնը արել արդեն, թե հողը լցել։ Ինքն է բան արել, շարել տվել, ինչ արել ու գնացել է Ռուսաստանը, մի նորից եկել է, որ տանկարի վայել է քրոջս է, դեմի սկսել է ախպեր, իմ դեմը։ Ինքը որոշում է իմ տեղը, 10։ Բայց քանդողները չասին այ ցավը տանը, մեզ ինչ ես անում։ Իմ օղերը էլ չի տեղավորվում։ Էսա միլիարդ տոկոս։ Ում ուղերնա տեղավորում սա։ Այս քարն էլ ինքն է դրել։ Դե երևի չգիտեմ, որ եկել են արել են, ստե ներկայալ է գերեզմանափորը, իր քրոջ տղեն, մեկ էլ ինքը։ Ես պատական ստե գյուղի մեջն էի, ասում եմ արդեն էլ ուղեղս